Parevses sirele de vortneres, ungantirneres, Zabel Yesayan, digin santuq dindunu, mınalız kısazer, yev anigaya pınav zavak çuner. Şarnagutyuna gartam. Or mınav, isme kostum arnele hedo, yev vor voç vokipam bidiçisem, lalakin sayno, ins haytneste, inkal çocuk neruni. Ամմինչա բեստեմ կը բայձարացավ, ժբիդը ձաղգեցավ, թեմքին վրա և ըսկսավ ժիր շարժումներով սեյագը հարդարել, որ մեդո բիդի երտայինք ճոճուկները դեսնելու։ Վերջաբես ծերքես պրնելով սանտուղտանը ինձ պացրացուց վերի շահին շահով սենյագը և պանալով գղբված թարաննը մեգիկ թուրս հանեց, շքեղորեն հակված բուբրիկներ և շարեց պազմոցին վրա։ Անոնք պերայի բոմ մարշեին կնված, անդամները շարժում և աչկերը պացխպող բուբրիկներ էին, որոնք հակվեցուցած էր վարտակույն գաբույտ թեղին, գարմիր, սնտուսե և թավիշե զարտարուն ըսկեսներով։ Նայեգը սերցիմելով գապդասկեստ բուբրիգիմը մոմե սարաչ թեմքին, սիրանուշս աղեկ աղջիգե, կեզիբես ինատչը չէ։ Պանմը ըսեմ նե խոսք մդիկ կնե։ Հետո սանտուղտանը սեմեղ մորեն գխոսեր ամեն մեգինետ, երբեմն գհանտիմաներ, երբեմն խորուրդներ գուդար և ինչպես եթե իրեն արարգություն մնեին, բախմը լուր գլուսեր և հետո գպացականչեր։ Չէ, մորը խոսքը լուսող չոջուխին ասանք պան չլար, թուն ինձի մդիկ չրիր, շատ շեքեր գերար, անոր համար ագրատ կծավի գոր։ Եվ մադը շարժելով գսաստեր անշարժ և անգենտան բուբրիկներեն մեկը։ Նորեն կոգնոցը դաղդոդերես, իսկույի, at չեղավ, ամեն օր նոր կոգնոց չեմ գրնար ասծնել կեզի։ Մինակ սերքեմ, դունի մեջ 1000 պան ունի մնելիք, քիչմը խեղջունեցիր։ Աչկերս ըսկսամ մտնալ և գարձես իմ գարկիս իրականության ըսկացումը գործընծուցի, անորոշ անհանգստությունը ինձ կրավեց։ Դան չախճախը զարնվեցավ և ըստապեցուց սանտուղտանումը։ Իր ետևեմ վազեցի սանտուղներեն վար։ Այդ տեսարանին իշողությունը անբացատրելի անցկությամբ կճնշեր հոգիս։ Ես ալունեի բուբրիկներ, գոդրած, հերաթափ, սովորական բուբրիկներ և նաև քուրչե շինված անթիվ բուբրիկներ։ Իմ աշխարհս իմ մեջս էր, ոչ թե անշուշ բուբրիկներու մեջ, մինչդեռ սանտուղտ հանımի ներքին աշխարհը թափուր էր, և այլևս չուզեցի բարձրանալ բուբրիկներուն սենյակը, բայց օրմը սանտուղտ հանım հանգած թողուց ծերքի կորձը մոլորուն երևույթ մարավ և ըսավ. Գարձեմ կոարիգս հիվանդ է, և մեկ շունչով վազեց վերի սենյակը։ Ես ամբողջ օրը թափարեցա բարդեզը և երբ սանտուղտ հանım իջավ վար, հայտնեցի, որ գուզեմ դուն վերադառնալ և համառորեն բնտեցի որոշումիս վրա։ Այլևս երբեք չուզեցի
ոտքս տնել անոր դան մեջ։ Կարաբետ աղային թբրադունը, ասիգայալ ույշ տեպկերու շարվածքնը։ Թեր մախարնաջին դունեն չէինք ելած, երբ ինձ տրին Կարաբետ աղային թբրադունը։ Անհրաժեշտ էր ինձ հեռացնել դանը մտնոլորտեն, որովհետև նաև դարձել եմ այնքան անզուսպ երախամը, որ ինձ դունը բահել առանց մասնավոր հսկողության դարձել էր անգարելի։ Նույնիսկ երիտասարդ բժիշկը դոկտոր Թորքոմյան խորհուրդ տվեր էր հորս ինձ տեղավորել քոնե օրվա մեջ վստահելի դեղմը եւ կդեր էին, որ Նեկտար հանımը Կարաբետ աղային գինը այդ տեղը կստացնե։ Նեկտար հանım հոժարեր էր ինձ բահելու բաշտոնը, գրկնաբադիկ վարձք բահանջելով։ Թբրադունը գտնվեր մեր փողոցի մեջ, քանի մը դուն հեռու։ Կարաբետ աղա քահանայի որդի էր եւ ժամանակին ինքն ալ ուզած էր քահանա դառնալ։ Գսեին թե անիգա լրջորեն պատրաստված էր այդ գոչումին։ Անիգա նման չէ եղած այն մարդոց, որոնք անհաջող լալով որևէ արհեստի կամ գործի մեջ կամ բարձաբես ծույլ դարձել էին քահանա։ Կարաբետ աղա ուսմունք ստացած մարդ էր, ուսումնական քահանայի որդի։ Երբ քահանա օծվելու նախորդ իրիկունը թաղին առաջնորդը ավանդական սովորության համեմատ հարցուցել էր եկեղեցի գտնվող ժողովրդին. հիշյալս արժանի է քահանայության։ Ներկա ժողովուրդեն ցայն մը բարձրացել է եւ կոչել է. ոչ, արժանի չէ։ Կարաբետ աղա այդ դեպքեն հետո այլևս ոտքը եկեղեցի չտրած, բայց անգրոնասեր մարդ էր։ Այդ դեպքը ինքը խորաբես դառնացուցած էր անձայրահեղ, թյուրասկաց եւ բարգացոտ հարցագողական։ Ան կգարձեր, թե թշնամիներ զինք կհալածեն, մարդոց փորերը սատանաներ մտածեն, օծի լեզու ունին եւ այլն, եւ ի փոխարեն ինքնալ կհալածեր իր գինը եւ իր խնամքին հանձնված երեխաները։ Այլ սակայն անըմբռնելի պատճառներով ինձ հանդեպ քաղցրել եւ հանդուրժող, հագարակ իմ կործած տեսակ ճարիքներուս։ Կարաբետ աղա զսպված ժպիտով գլսեր գնոջ կանկատները իմ մասիս եւ երբ կինը գսեր. Կարաբետ աղա, փամմըր է աչքը վաղցուր։ Անից կովը գարներ, գլուխս կշոյել եւ գխրադեր։ Նեկտար հանım զայրացած ամուսինին այս անսովոր վարմունքեն գմրմնջեր. ինչ պիտի ունես, գնուլը հազրեր է։ Բայց վերջապես օր մնալ կժդվեցավ ինձ հետ։ Երկար ադենե իվեր մտադրությունը ինձ կսպաղեցներ։ Կարաբետ աղա գեսորը ետ կկնանար իր կարագուսի բզդիկ բազմոցին անգյունը։ Այդ միջոցին սրահի մեջ գդիրեր գադարյալ լրություն։ Ջանջի պզոցը լսելի գտարնար։ Երախաները չէին համարձակել նույնիսկ շնչել։ Ագամա հազմգամ բրնկտուկմը սարսուր գպատճարեր այդ ահապեգյալ լրության։ Կարաբետ աղա կկնանար եւ անոր հևկոտ շնչառությունը գդիրաբեդեր մտնոլորդին, երբեմն ալ գխրգար, գարձես իր ցայնեն պիտի արտնար։ Շուրջը բադերում վրա գախված էին
սուրբերու և սրբույներու պատկերներ, որոնք գարձես զարմացած գնայեին այդ ցանցրացող երախաներուն։ Վերջապես օրը խլելով մորս և մորակույրերուս գլխարկներու զարդարող արվեստական ծաղիկները, որոնցմով լեցուցեր էի քրբաններս, մոտեցա գնացած Կարապետ աղային և այդ ծաղիկներով զարդարելով զինքը թաղում սարքեցի։ Սրահին երախաները, մանչ և աղջիկ, նախ հերույեն շարժումներով ուզեցին ինձ ետկեցնել իմ հանդգնութենես և հետո շունչերնից բռնած սկսան դիտել։ Բայց երբ ես իմ գործս ավարտեցի, անզսպելի ձաղը բորտկաց մեկ և մյուս կողմը։ Կարապետ աղա ընթոց արթնցավ և տեսնելով, որ ծաղրի ու ծանագի առարգա դարձել է, ինգավ բուռն կատաղության մեջ։ Նեկտարանը ամենջապես ինձ բանտարկեց պարտեզին վրա նայող սենյակի մեջ և դուռը ետևես կղվեց։ Այո, շարունակությունը հաջորդ ընթերցումից պիտի կարդամ։ Շնորհակալ բոլորիդ։